Սաղմոս 139-ի 4-րդ խոսքն եմ կարդում ձեզ համար. Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր, դու բոլորը գիտես։ Աստվածաշնչում մեկ ուրիշ համարի մեջ գրված է այսպիսի խոսք, որ Տերը տեսնում է, թե ինչ կա մեր սրտերում ու մեր երիկամունքներում։ Տերը մեր սրտերը ու երիկամունքները քննող Աստված է։ Բա իհարկե, Նա է մեզ ստեղծել, Նա գիտի, Նրա ձեռքի գործն ենք։ Մենք կավն ենք Նա բրուտը, և Տերն ա մեզ կերտել ամբողջությամբ։ Եվ դրա համար մեր Աստված թափանցիկ կերպով տեսնում է, թե ինչ կա մեր ներսում։ Ես օրինակ շատ եմ խնդրում իմ աղոթքների մեջ, որ Աստված տա ինձ շնորհք, որ ես ինքս իմ ներսը տեսնեմ, իմ սիրտը, իմ հոգին, իմ միտքը, տեսնեմ, թե ինչ կա իմ մեջ, որովհետև ես սիրում եմ աստվածահաճոյ լինել, դրա համար հոգ եմ ուզում տանել, որ իմ մտքերը միշտ դրական լինեն, իմ սրտի խորհուրդները միշտ դրական լինեն ու աստվածահաճոյ լինեն։ Այսպիսի մի բան եմ նկատել, որ եթե ինչ-որ մի մարդու հանդեպ ինչ-ինչ պատճառներով իմ մեջ բարկություն է առաջանում, այդ բարկությունը այնպես վարպետորեն է թաքնվում, կարծես թե այսպես ասած պահվում է, իբր չի խանգարում քեզ, բայց այն քո մեջ է բնակվում, ու երբ այդ մարդու հետ պատահաբար ինչ-որ մի հանդիպում, շփում է լինում, դա կարող է լինել անգամ իմ հարազատների հետ կամ իմ հարևանների, իմ հոգևոր մտերիմների հետ, ինչ-որ այդ փոքր բարկությունը թաքնվում է մարդու մեջ և օրըստօրե մեծանում է, ու այդ մարդուն երբ որ հանդիպում ես, մի տեսակ զգում ես, որ դրական բան չես զգում իրա հանդեպ։ Եվ դրա համար ես միշտ խնդրում եմ Աստծուն, որ Տերը բացի իմ հոգու աչքերը, որ ես հասկանամ ինչ կա իմ ներսում, որովհետև լավ գիտեմ, որ բարկությունը լավ բանի չի տանում, բարկությունը մեծ մեղք է, և չպետք ա թույլ տանք, որ մեր մեջ առհասարակ որևիցե բացասական բան բնակվի։